Նիհաո, ես Դավիթն եմ, Մարիգալուստ, էլեկտրոմոբիլների աշխարհ։ Ժողովրդյան, այսօր կրկին կազմակերպել եմ ձեր համար բավական հեղափոխական հոլովակ։ Նման բան ոչ մեկ չի կազմակերպում արտասահմանյան բլոգերների մոտ, դուք էպիկ ճակատամարտ 10 էլեկտրոմոբիլների միջև դուք չեք գտնի։ Այս կոնտենտը էքսկլյուզիվ է, հայերենով է, մենակ իմ ալիքում է, մենակ ես եմ նման բան կազմակերպում, ձեր շահերից ելնելով, որտեղ ձեր շահերի պաշտպանն եմ, ձեր բյուջեի պաշտպանն եմ, ուզում եմ դուք հնարավորինս լավ մեքենա գնեք, ընտանեկան լավ մեքենա, այս հաղորդման ժամանակ հուսով եմ դուք կգաք եզրակացության, թե որն է ամենալավը 10-ից։ Ես ձեզ կօգնեմ դա անել ամեն դեպս։ Ինչը բարդ է մեկը։ Ուրեմն, խնդրում եմ ձեզ ակտիվ եղեք, բաժանորդագրվեք, ինձ մոտիվացնեք, 2000 բաժանորդ ենք արդեն, լավ ռեզուլտատ է, 100,000-ի մնաց 98,000։ Նաև մի մոռացեք իմ TikTok-ի միանակ, որտեղ բոլոր վիդեո աչոտները Գյումրիում ավտոների ստացման ես տեղադրել եմ այնտեղ, խնդրում եմ TikTok-ին միացեք, դա կարևոր է։ Ուրեմն, այսօրվա էլեկտրոմոբիլները 10 էլեկտրոմոբիլ են, Ժողովուրդ ջան, նիմնոգը նիմալը։ Ու ես երկու խմբի եմ առանձնացրել նրանց, A կատեգորիա, B կատեգորիա, այսինքն թերություններով ու առանց թերությունների։ Հիմա գանք սկսենք թերություններով խնդրահարույց B կատեգորիայից 5 ավտոներ, 5 ավտոներ։ Ուրեմն B կատեգորիայում են հայտնվել, առաջի տեղն է, այն որ ուրիշ ձև չէր կարող լիներ, ասենք Volkswagen-ը։ Մի հատ նայեք իմ արած ռոլիկը իրանց մասին, Ժողովուրդ ջան, ոչ մի բան չի փոխվել, ոչ մի բան։ 2025 թիվն է, իրանք շարունակում են ձեզ էշի տեղ դնեն, ձեզ շլանգի տեղ դնեն, մտնեն օրը ցերեկով ձեր գրպանը, թալան կազմակերպեն ու ճկլաս էլեկտրոմոբիլը թողարկեն աստղաբաշխական գներով, ինչա թե իրանք Volkswagen-ը։ Հարգարժան Volkswagen-ի ղեկավարությունը ձեր top մենեջերներին, որոնք որ շարունակում են ղժան ժողովրդի վրա, հանեք գործից։ Իրանք ձեզ տանում են կործանման։ Դուք ոչ մի հետևություն չեք արել, ձեր մրցակիցներից կիլոմետրով հետ եք, առհասարակ հեսա вообще փակվելու ու գնանք պատմության գիրկը ոչ մեկ Volkswagen չի առնելու։ Ու գիտեք խի Ժողովուրդ ջան, որովհետև մենակ իրանք են, մենակ Volkswagen-ն է, որ 2025 թվին թափ-թազա ID Unix գժական սիուն գեղեցիկ էլեկտրոմոբիլ է թողարկում, լրիվ նոր, ID 4 չի, ID 6 չի, ID Unix։ Pro կոմպլեկտացիայի մասին է խոսքը Ժողովուրդ ջան, հատուկ շեշտում։ Բազայինից մի հատ բարձր, Դաժե ոչ բազային։ Բազայինը ես ուղղակի վախում եմ անդրադառնամ բազայինը, այնիշ ճկրած վիճակա բազայինում, եթե բազայինից մի հատ բարձրում պրոյում, այս տխուր վիճակն է։ Այս գնի մեջ պրոն է տեղավորվում։ Հա, դրանից վերև թանգը, այս գնի մեջ չի։ Հա, այնտեղ ամեն ինչ լավ է, բայց հիմա խոսում ենք մենք պրոյի մասին կոնկրետ։ Ուրեմն 615 կիլոմետր գնացող պրոն Ժողովուրդ ջան, բազայինից մի հատ բարձր։ Epic fail է, պրոստը, ասենք ճկլած վիճակ, ասենք խի որտեվ նախ Մենակ Volkswagen-ը այս 10-ի մեջ, որ շարունակում է տապորավարի, դաունավարի տեղադրել լիթիոն-ային հրկիզվող, ընդամենը 300,000 կիլոմետր գնացող մարդկոցներ, նույնիսկ տեսնանք են գլխի ընկել, որ արդեն 2022-ից արդեն LFP են տեղադրում։ Դուք դաուն եք։ Ասած չասած, այն որ ձեզ ասած չասած, դուք մեկը տապորավարի շարունակում եք ինքնակործան քաղաքականությունը աստված ձերդ։ Ինձ գնումա ներկայացնում, հիմա ներկայացնում եմ։ Խայտարակ ամոթ ձեզ խայտարակվեք դուք։ Ուրեմն հերիք չի այդ մարդկոցը լավ, չնայած էլի կարևոր բան է, ֆունդամենտալ բան է, այսինքն դուք այդ ավտոն երկրորդական շուկայում չեք ծախի։ Всё ինքը մնա ձեր վրա։ Ոչ մեկ դա չի առնի երկրորդական շուկայում։ Կյանքը 300,000 է։ Իսկ մարդկոց փոխելը մի հատ թեմա է։ Մի հատ թեմա է, ասենք $10,000, իսկ ես վերջերս իմացել եմ $27,000։ Մարդիկ պաշտոնապես դիմել են գործարանին, գործարանը ասել է, չգիտեմ ինչ ավտո էր, գործարանը ասել է Ժողովուրդ ջան, Հայաստան, Պերևոսկեն մեջ է, ինչ որ հատուկ ձևով է։ Մարդկոսը գալիս էլի, հատուկ ինչ որ կոնտեյների մեջ է, Պերևոսկեն մեջ է $27,000։ Մարդկոս փոխելը։ Այդտեղ մարդիկ հաշվարկ են արել, գնացել թազա ավտո են առել, էնի ռասկուլաչիտ։ Մի խոսքով թեմայի շեղվենք։ Ուրեմն մենակ Volkswagen-ն է, որը որ հունցիի պես $17,000-նոց, ու արդեն թանկ, 18+։ Էս իմ արած հոլովակը մի հատ անպայման նայեք։ Մենակ ինքն է, որ իր էլիտար լյուքսային 29,000 ավտոյի մեջ դնում է մի հատի կամերա։ Ասենք լավ չեք դու։ Գնացեք ձեզ մոտից գցեք։ Մի հատ ձեզ սիլեք։ Ասենք լուրջ եմ ասում, էսի խայտարակություն է։ Էսի պրոստը խայտարակություն է, ասենք $29,000 տաս ու մի հատ կամերա ունենա, սրա դուք լավ չեք։ BYD-ն, ասենք BYD Sigul-ի մեջ է $17,000-ից 12 հատ կամերա, Kim Plus-ի մեջ է $20,000-ից 15 հատ կամերա։ Ասենք մի հատիկը ո՞րս է, ասենք լավ չեք դուք։ Գոնե 6 հատ դնեք, լավ։ Խայտարակություն է, Ժողովուրդ ջան, Volkswagen հանգարց չառնեք։ Մոռացեք Volkswagen-ի մասին, իրանք ձեր վրա ղժում են, իրանք ձեզ դնում են էշի տեղ, ու իրանք առհասարակ ե***ն։ Էլի չգիտեմ ինչ բառ օգտագործեմ, ասենք, էլի ոնց կարելի է, ասենք, հունցիի պես մի կամերա ընդամենը, մի հատիկ։ 90-ականներից թևակողած մի հատիկ կամերա 2025 թվի արտադրած գժական Unix-ի վրա։ Շորից
նստատեղեր, այն 90-ականներից Kia-ի պես մի խոսքով չկլաս վիճակ, աստղաբաշխական թվով ինքը զիջում է այս 10-ին ամեն ինչով, ինքը ամենավերջում է, ինքը չառնեք իրեն հանգարց, քցոցի է, մի խոսքով թքեմ ես իրենց նամուսին կներեք։ Այլ ուրիշ բառ չեմ գտնում, որովհետև իրանք շարունակում են նույն ձևի տապորավարի դեգրադացիան ու առհասարակ կործանվելու են ընկնեն պատմության գիրկը։ Անցանք այս Volt-ին։ Հաջորդ տեղում է մեր Toyota-ներն են, BZ5-ը 630 Pro-ն, որը որ էլի 28-20-ի մեջ տեղավորվում է, էլի լավ մեքենա է, բայց դա արջևի քարշակ է էլի։ Ու BZ3X ամենաֆուլ 610 Max-ը, դրա review ես ունեմ, էլի բավական հանավանել եմ, ու իհարկե այնտեղ 520 Pro Plus-ն է, էսի Max-ն է, էլի մինչև 20-ի մեջ տեղավորվում է, կոմֆորտ գժական ավտո է, բայց արջևի քարշակ է, ճռիկների համար չի, ինքը ակետից բեկետ հասնելու համար կոմֆորտ, հանգիստ, առանց ռեսկի գազ տալու, առանց 150 պլյուս արագություն բացելու, մի խոսքով քաղաքի համար նախատեսված քրոսովերներ են, խի այնտեղ, որտեղ արջևի քարշակ է, մենակ դրա համար։ Թե չէ իրանք հավաքվել են Չինաստանում, ճապոնական չեն, չինական Toyota-ները շատ ավելի լավն են, քան ճապոնականները, քան են տխրահարճակ BZ4X-ը, թուրի մատությունը։ Մի խոսքով երկու հատ Toyota, Volkswagen-ը, չասեմ, անունը չեմ ուզում տամ։ Հաջորդը մեր Leopard-ն է, Ժողջան, ուրեմն խիաստ է հայտնվել Ford-ի ուլտրա գժական Leopard-ը B կատեգորիայում, որովհետև մեր Globus-ից դուրս Հայաստանում հաշվում են գույքահարկը ամենատապորավարի, ամենաանարդար ձևով, ժողովրդից փող պլոկելու ձևով, ու իրանք են պիզանտ գարես, որ անարդար են հաշվում, բայց շարունակում են տենց հաշվել, չեն վերանայում, չգիտես խի, այդ 30 րոպեանոց պիկային հզորությունով չեն հաշվում, են հաշվում են սովորական ձևով, ոնց որ բենզինայինի մոտ է, ու այդ պատճառով այս խեղճ գժական ավտոյի մոտ գույքահարկը հելում թռնում է կես միլիոն, չնայած ինքը համարվում բյուջետային կոմպակտ մի $20,000 մաքսիմում։ Իսկ հետևի քաշողը մի 25.5, տոլի 26, ու այդ ավտոն ոչ մեկ չի առնի մեր երկրում, տոյ շատ քիչ մարդիկ կարան այդ ավտոն իրենց թույլ տան առնելու, որովհետև այդ գույքահարկը տալը թեմա է։ Կես միլիոն, էլ ինչ իմաստը կորում է էլեկտրոմոբիլ քշելու, եթե պետք է տարեկան կես միլիոն հանես քո բյուջեից պաս պետությանը մեկը հարցնի խի։ Քշում ես էլեկտրոմոբիլ։ Մի խոսքով դրա համար այնքան ստե հայտնվել, թե չէ ինքը առաջի տեղում է, տոպերից տոպա, review շուտով կլինի գժական էլեկտրոմոբիլը։ Ու վերջի էլեկտրոմոբիլն է, մի հատ էս մեկը ներողնեք պետք է նայեմ մոռացա անունը, հա, Kia EV5-ն է, Ժողջան, որ review-ն ստեղ էլի ունեմ, մի քիչ տենց տարօրինակ էլեկտրոմոբիլ է, բայց էլի խորհուրդ տալիս եմ գնեք, ու արշևի քաշակ է էլի, մարդկոցով հղի է, բայց հաստատ Kia, Ժողջան, 100% միանշանակ էլի, ինչքան 90-ականից չլինի, քան թե Volkswagen ID Unix Pro, մի կամերայով, շորից սալոնով ու էլի լիքը մինուսներով, էդի 100%, միանշանակ, եթե տատանվում է Kia թե Volkswagen, հաստատ Kia, ես լուրջ բան եմ, ասում review-ն ստեղը մի հատ նայեք, գժական մեքենա է, հա, մինուսներ ունի, բայց գժական մեքենա է, համեմատենք փախած Volkswagen-ից հետ։ Մի խոսքով այս հնգյակը B-կլասի իրանքային էլի օքեյ մեքենաներն կարող գնեք բացի Volkswagen-ից։ Մոռացեք Volkswagen-ի մասին, մի հատ բուն տարեք, թքեք իրանց դեմքին, որտեղ իրանք թքում են ձեր դեմքին։ Մի կամերա 2025 թվի արտադրած ավտոյում, ասենք, էդի պրոստ ձեր առնոցիա թուրի մատությունը, իրանք դες էշի տեղ են դնում։ Ժողջան, ու մեր A կատեգորիայի մեջի էլեկտրոմոբիլներն են, արդեն հետևի քաշակ, ոնց պետք է լինի, հզոր, ուրեմն առաջի էլեկտրոմոբիլը միակ սեդանն է, ինքը իհարկե զիջում է, քանի որ սեդան է, ամենագնաց չի, որովհետև մեր Երևանում ճիշտ է քաղաքային crossover-ն է, քանզի ճանապարհային կարգի հավելացան, որ այդ Mazda IZ6-ը տակը խփելու հավանականությունը բավական բարձր է։ Խոսքը Mazda IZ6 միջին 600 կմ գնացող միջին կոմպլեկտացիան է 28.5-ի կարգի, մինչև 29-ը, որտեղ full-ը 30,000-ի կարգի է։ Հետևի քաշակ, հզոր, գեղեցիկ, չանանի դիզայնով արած, գժական։ Մյուս էլեկտրոմոբիլը Xpeng G6 Technology-ն է, բազային կոմպլեկտացիան, որը 29,000 մեջ տեղավորվի, ու էլի գժական էլեկտրոմոբիլը, լուրջ, հզոր, հետևի քաշակ։ Porsche նախկին դիզայներն է այս մեքենաները նախագծում, դա համար ասած գեղեցիկ։ BYD-ից միանշանակորեն կլասով ավելի բարձր։ Միանշանակ խորհուրդ եմ տալիս ձեզ։ Այդ BYD-ից արդեն հոգնել ենք։ Փորձեք ուրիշ բան։
Հաջորդը Sea-Lion 06-ն է BYD-ի անուն հանած միլիոններ վաճառքներ ունեցող ինքը էլի բավական լավ մեքենա է այդ գնով կարելի ասել համարյա full կոմպլեկտացիան մի ձև մի քիչ է թանկ էս գնից կարծեմ full-ը 29.5-ի կարգի է բայց միջին կոմպլեկտացիան 28.5 թե 28 ու այս մեքենան հեղափոխական է իր կախոցով, որտեղ նախ Տեսլաների պես դիմացը ոչ թե Macpherson-ը, այլ երկրծականի կախոց է, պլյուս ադապտիվ է կախոցը Union C համակարգով, մի խոսքով իր ընթացային հատկություններով ինքը Sea-Lion 07-ից պետքա որ լավ լինի, շատ ավելի փափուկ, շատ ավելի կայուն, մի խոսքով հեղափոխական կարելի ասել մեքենա է գնի համար, Song Plus-ից երկու անգամ լավ է, Song Plus-ի գնով Էլի հետևի քաշակ հզոր 245 դիաուր արդեն ոչ թե 218 միանշանակորեն մենակ դիզայնն է խնդրահարույց դիմացի մի տեսակ իմ դուրը չի գալիս Song Plus-ը ավելի գեղեցիկ եմ գնահատում քան թե Sea-Lion-ը բայց որպես մեքենա Sea-Lion 06-ը հաստատ Song-ից երկու անգամ լավն է հաստատ լույսը Sea-Lion 06 քան թե Song Plus մյուս մեքենան այս կներեք մի հատ պետք է նայեմ արդեն անգիր չեմ հիշում Leap Motor C11 Premium 640 կմ գնացող էլի գժական էլեկտրոմոբիլ է Leap Motor-ի մասին իմ կարծիքը բտասի մասին ստեղ է մի հատ նայեք այս C11-ը արդեն Premium Lux segment է Sea-Lion 06-ին չզիջող մի խոսքով եվրոպական ստանդարտներին համապատասխան գժական էլեկտրոմոբիլներ են Հայաստանում այդ C11-ը արդեն ես տեսել եմ կա բտասը հենց չեմ տեսել տարածում ունի Չինաստանում տարի վաճառքները ավելացնում են, մի խոսքով լուրջ ընկերություն է, Stellantis կոնցեռնի մեջ համտնում։ Միանշանական խորհուրդ եմ տալիս, հետևի քարշակելի։ Նախավերջի էլեկտրոմոբիլը Deepal S07 արդեն rest-hire ու այդ rest-hire-ում նախ 550 կիլոմետր է դարել 520-ը արդեն 12 կամերա է, 6-ի փոխարեն, արդեն ծառնարան ունի, կախոցն է ադապտիվ, էլի գժական, կարելի ասել, էլի հիմա Deepal-ը, ոնց որ ես միշտ ասել եմ, բոմբա տոպա, հիմա էլի իր մրցակիցներին, նույն երևի Sea-Lion 06-ին հավասար է հիմա ինքը իր հեղափոխական էլի կախոցով, ադապտիվ, իր հատկություններով, իր դիզայնով, նու դիզայնով առավել է Sea-Lion 06-ից հաստատ շատ ավելի գեղեցիկ է, քան Sea-Lion 06-ը Մի խոսքով Deepal-ին կելի ապացուցում են, որ առաջատարների հավակնող ընկերություն են, հետ չեն մնում ոչ մի տիպի BYD-ից, մի բան էլ առավել են հիմա, դիզայնի առումով, ու էլի այս կոմպլեկտացիան տեղավորվում է այս գնի մեջ, բայց բանը, Max-ը, Ultra-ն չէ, հիմա կա երկու կոմպլեկտացիա rest-hire-ի մոտ Max և Ultra, Max-ը մինչև 20-ի մեջ տեղավորվում է, միանշանական խորհուրդ եմ ձեզ տալիս ձեռք բերել, բայց արդեն պետք է պատվիրենք գործարանից, որտեվ նոր պատվերները բացել են, որ կարող պատվեր անես, մինչև սարքեն, մինչև հասնի օրգոս, մինչև հասնի ստեղ, մի 75 օր պլյուս մինուս արագ բեռնափոխադրումով պետք է նետիմացեք։ Մի խոսքով Ժողովուրդ ջան, այսքանն էր, խնդրեմ ձեզ միանալ իմ TikTok-ին անպայման, որտեղ բոլոր ստացումները այնտեղ եմ տեղադրելու, ակտիվ եղեք, բաժանորդագրվեք, 2000 բաժանորդ արդեն կանք Շնորհակալ եմ ձեզ ակտիվության համար։ Այսօր այսքանը, եթե այս պահին ընտրում եք կամ ճաշում եք, ապա ծունի եկը խաղովիքը։ Կհանդիպենք։